քեզ էլ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Դու Ինչ ես անում այստեղ Ինչի ես եկել Ոնց ես համարձակվել Համարձակվել եմ, որովհետև տարիներ առաջ դուք եք համարձակվել աղբորս բերեք ես տուն Ես չեմ եկել ստե ձեր համեսքները լսեմ ու ամմեղ հայացքով կանգնեմ ձեր առաջ Ես եկել եմ, որ ինձ ասեք ինչ եք աղբորս որդեգրել ու ինչ եք արել, որ ես տնից փախել եմ Выйдите на свет. Я сбегу от него, обещаю. Смотри, девушка. Кто это сказал? Салют. Нам не нормально, да? Живой. Естественно, ибо таких мало. Очень рада с вами познакомиться. Хотите, покажу фокус? А когда все лепестки опадут? Хозяин навсегда останется чудовищем. А мы антиквариатом. Можно наебаться, стоп. Что ты с ней сделала? Ничего. Убирайся! Неужели ты все тут прочел? Ну, кроме текста на греческом. Ամուսինս շուտով կգա։ Պետք չի, որ քեզ այստեղ տեսնի։ Ինչի եք որդեգրել մայրին։ Նպատակը, իմաստը ո՞րն է եղել։ Ես կարող եմ պատկերացնեմ, բայց չեմ ուզում։ Բայց չեմ ուզում հավատամ, որ դուք կարող եք մանկատնից անմեղ երեխուն տուն բերել միայն նրա համար, որ վրեժ լուծեք իրենից։ Իմ երեխան էլ էր անմեղ։ Արամն ինքը կռիվ սկսեց։ Չհամարձակվեց մեղքը երեխուս վրա դնել։ Ես տես բան չեմ արել։ Ախր ոնց չեք ուզում հասկանալ։ Այդ դժբախտ պատահար էր, տես բան չպետք է լիներ։ Ամեն դեպքում։ Դուք ոնց կարող եք մայրին տուն բերել միայն նրա համար, որ
Վրեժ լուծեք իրենից։ Ես ուզեցի, որ Մհերին տուն բերենք։ Ամուսինս դեմ էր։ Ինչի ուզեցիք։ Ես նպատակ չունեի վրեժ լուծելու։ Ես ուզում էի օգնել նրան, պահել։ Օգնել։ Օգնել Արամին սպանողի աղբորը։ Հա, ես ուզում էի, որ այդ ընտանիքից գոնե մեկը փրկվի, նորմալ մարդ դառնա։ Ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ ձեր նպատակները մաքուր են եղել։ Քո իրավունքն է։ Ես ուզեցի, որ Մհերը մոռանա ձեզ։ Մոռանա իր ծնողներին։ Մոռանա, որ հանցագործ մարդասպան աղբեր ունի։ Ստացվեց։ Չէ։ Մհերիկը միայն քեզնից էր խոսում։ Ամեն առիթով քեզ էր հիշում։ Իսկ ամուսինս չէր հաշտվում իր հետ։ Դուք լավ գիտեք, որ դա հնարավոր չէր։ Ինչի եք տենց բան արել։ Ինչի եք տանջել թե ձեզ, թե աղբորս։ Ես ուզում էի, որ Արամիս հետ բերեմ։ Տղայիս էի ուզում։ Ես ուզում էի, որ տանը տղա երեխա լինի։ Ուրիշ երեխա չկար։ Ուրիշ երեխա չկար, բերեիք, պահեիք տանը, բայց ոչ Մհերիկին։ Իրականում է, որ դուք փորձել եք Մհերիկի հիշողությունից մաքրել իր տանիքը։ Էդ է եղել ձեր վրեժը։ Էդ է եղել ձեր իսկական նպատակը։ Թեկուզ եւ դա լիներ։ Դու իրավունք չունես ինձ մեղադրելու։ Մհերիկը երեխա էր, որ բացած, անծնող, որ 10 տարեկանում հասցրել էր զգալ կյանքի դառնությունը։ Դուք բերել էիք վրեժ լուծել իրենից։ Չէ, ես ուզում էի օգնել այդ երեխուն։ Ես կապվել էի իր հետ, շատ էի կապվել, բայց ամուսինս չէր հաշտվում իր հետ, նրանք անդադ վիճում էին, չէր հարմարվում երեխու հետ։ Ինչ է եղել։ Նեղացրել եք երեխուն։ Ինչ եք արել։ Ինչ եք արել, որ փախել է այս տնից երեխեն։ Ես կսպասեմ այնքան, մինչև ձեր ամուսինը կգա։ Ես իմ հարցերը իր հետ կպարզեմ։ Ամուսինս չի գա։ Չհասկացա։ Նոր դուք չասեցիք, որ ես հասնելու է։ Տենց ասեցի, որ շուտ գնաս։ Բայց Վահանը անցած տարի մահացել է կաթվածից։ Դու սպանեցիր նրան։ Դու սպանեցիր Արամին, իսկ Վահանը դրան չդիմացավ ու ինքն էլ մահացավ։ Դու երկուսին էլ սպանեցիր։ Ես էլի եմ ասում։ Արամի մահը դժբախտ պատահար էր։ Մենք վիճեցինք ու… Լռի, չեմ ուզում լսեմ։ Ինձ բավական այն ինչ որ ես իմացել եմ այսքան տարի շարունակ։ Հիմա ես մենակ եմ։ Իմ ցավի ու տառապանքի հետ լրիվ մենակ եմ։ Մհերիկն էլ է մենակ։ Աստված գիտի թե որտեղ է։ Աստված գիտի թե ինչ կյանքով է ապրում։ Ես բոլորին կորցրի։ Ծնողներից, աղբորս, ընտանիքիս։ Թող քեզ չթվա, թե ես դուրս եմ եկել բանտից ու վայելում եմ կյանքը։ Ես կյանք չի։
Ես հիմա փորձում եմ Մայրիկին գտնեմ։ Ես չգիտեմ ինքը ուր է։ Ես խնդրում եմ։ Գիտեմ, որ իրավունք չունեմ ինչ-որ բան խնդրել ձեզնից, բայց խնդրում եմ, եթե ինչ-որ բան գիտեք, թեկուզ շատ փոքր բան, որ կարող է օգնի Մայրիկին գտնելու համար, ասեք։ Պարզ է։ Սպասի։ Սա նրա գնալուց մի քանի օր առաջ ենք նկարվել։ Ես արդեն հասցրել էի կապվել հետը։ Ես նրան վատություն չէի անի։ Երբ գտնես նրան, ինքն էլ կհաստատի, որ ես լավ եմ վերաբերվել իր հետ։ Ես չգիտեմ կգտնեմ թե չէ։ Ոչ մի հետք չկա։ Երբ մանկատնից բերեցին երեխուն, ես խնդրեցի ամուսնուս, որ փոխենք երեխու փաստաթղթերը։ Մահեր Աբովյան անունով դուք իրեն այլևս չեք գտնի։ Անունն ինչ եք փոխել։ Ես արդեն ասացի։ Լավ։ Գոնե ասեք ինչ անունազգանունով պետք է ման գա։ Ծննդականում գրվեց մենք նրա անունը գրեցինք Արամ Խաչատրյան։ Դուք Մայրիկի անունը փոխել եք Արամ Խաչատրյան, ձեր որդու անունը։ Ես այլևս ոչինչ չգիտեմ։ Ես շատ եմ ուզում, որ գտնեք իրեն։ Ես ինձ մեղավոր եմ զգում իրեն մեջ։ Ես գիտեմ, որ ինչ էլ ասեմ, ձեր ցավը մխիթարություն չունի։ Ոչինչ մի ասա։ Ես իմ ճակատագիրն եմ։ Ապրել ցավի ու տառապանքի հետ։ Իմ ճակատագիրն էլ է։
աղկառատ եւ շահավետ գարուն Կերամա Մարացիում։ Մինչև ապրիլի 7-ը 35-ից 70% գլխապտույտ իջեցված գներ ծաղկազարդ կերամիկական դեկորատիվ էլեմենտների համար։ Կերամա Մարացի, Դավիթ Անհախտի 6։ Համանեցիր։ Ավելավա կնքահայրը նորից նայ։ Հեչ ռոմանտիկ չես եմ։ Ռոմանտիկ։ Տեսա քանի հոգի մեռավ։ Ռոմանտիկ։ Լավ, անիմաստ է քեզ հետ վիճելը։ Մեկը նույն կարծիքին ես մնալու։ Ես ավելավա գնամ իր երիտասարդը։ Ագնես նստի։ Ես վաղը չեմ իսուրն եմ գնալու։ Վաղը չեմ գնալու։ Նենեթ կգա ամեն ինչ կդասավորի, հետո էլ ես երկար ժամանակով չեմ գնում։ Չեմ հասցնի կարոտել փաստորեն։ Այդ հարցը քեզ տուր։ Կկարոտեմ։ Այն էլ ոնց կկարոտեմ։ Հիմա էլ ամբողջ օրը հետդ անցկացնում եմ գնում եմ տուն ու սկսում եմ քեզ ահավոր կարոտել։ Չգիտեմ, ես ուզում եի գործողումից հետո խոսեի հետդ, բայց հիմա կխոսեմ։ Սպասի մի րոպե։ Սպասի։ Լսում եմ։ Ոչ մի ավելորդ խոսք, ոչ մի բան։ Ես կարծում եմ կընդունես։ Վստահ ես։ Ուզում ես փոշմանեմ։ Դե մինչև իմ վերադառնալը ժամանակ ունես։ Կմտածես։ Չէ, ես ոչինչ չունեմ մտածելու։ Ես ամեն ինչ շատ լավ մտածել եմ ու չեմ թաքցնի, որ այս պահի մասին շատ վաղուց եմ երազել։ Ագնես, ես շնորհակալ եմ քեզ։ Հոգատար լինելու համար, համբերատար լինելու համար։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Ես էլ քեզնից եմ շնորհակալ, որ այսքան երջանիկ դարձրեցիր ինձ։ Սիրում եմ քեզ գնել։ Ես էլ քեզ։ Ես մտածում եմ, որ ինչ-որ մեկը պիտի մեռնի վերջում։ Քեզ մենակ է դա, չէ՞ հետաքրքրում, մորթեն, սպանեն, կոտորեն։ Չէ, ինչի։ Վատ ընդերց ունեի, այ։ Դե եթե անկյաս տրախվիստներ չունեի, բաց չէր։ Ես քո դուր եկավ նենեթս։ Ահա։ Բայց ոնց որ այդքան էլ չի եկել, մենակ գետին էի նայում, մտքերով էիր գնացել։ Մտքերով Մալդիվներում էի։ Ասում են այնտեղ շատ լավ եղանակ է հիմա։ Լուրջ։ Բա ինչ չեմ գնում։ Որովհետև իմ ու քո համար միասին կինո գնալն արդեն հաճելի արսեն։ Լավ էր ասված, բայց երեկոն շարունակվում է։ Զանգ եմ գորում գնանք միտեղ նստենք։
Ես կգտնեմ քեզ։ Երդվում եմ կգտնեմ։ Ալո։ Գորուր ես, ինչի զանգերից չէիր պատասխանում։ Գործեր ունեի, ինչ կա։ Տիկոյի հետ ես։ Չէ, ինչ կա։ Լավ, եթե ազատ ես, հիմա մեկ տեղ ասեմ արի։ Ասա։ Հա, լավ, հասկացա։ Լավ, արս։ Հասկացա, արս են գալիս է։ Ինչ եք ուզում։ Ես բան եմ ասել։ Տաթև, սպասի։ Փունս հետ բարում եմ խոսալու։ Տաթևիկ ջան, ինչ ես տեն շնչակտուր, վազելով ես եկել։ Չէ, համարյա։ Բայց մի տեսակ վախեցած ոնց որ լինես։ Չէ, մամ, ինչի պետք է վախենայի։ Ուղղակի աստիճանները արագ բարձրացա։ Դե լավ, ուրեմն բարձրացի, հանգստացի ու աշխատի շուտ քնես։ Չեմ ուզում առավոտը քեզ նորից զորով արթնացնեմ։ Լավ, մամ։ Բարձրացի, գալիս։ Այդպես էլ չասեց անունը։ Ես հիմա կգամ։ Այս տրամադրություն չուներ, թե իմ ներկայությունից անարվում։ Չէ, դու կապ չունես, առավոտվան ես տենց։ Ես ինչքան փորձում եմ, որ դուք ընկերանաք, մեկը չի ստացվում։ Արսում մեկ չեմ կարող ընկերանալ, մոռացի այդ մասին։ Ինչի՞։ Ախր եթե փորձը գոնե ընդհանուր մի հատ թեմա գտնեք ու զրուցեք, ամեն ինչ նորմալ կլինի։ Արսում մենք չեմ կարող ընկերանանք, որովհետև մեր մեջտեղում դու ես կանգնած։
Հայ, ինչ ես խոսում։ Ես քեզ չեմ հասկանում։ Բայց իմ ասածի մեջ նորություն չկար։ Ես երբեք չեմ թաքցրել։ Մայ արի ստեման փակ։ Դու շատ լավ գիտես թե կյանքում ինչ է պատահում։ Ես ունեն է թե։ Արսեն Սուս։ Պետք է ասել այն ինչ որ ես արդեն գիտեմ։ Մայա դու ինձ համար լավ ընկեր ես։ Ու արես հարաբերությունները չփչացնեմ, լավ։ Լավ, ես համբերատ արեմ։ Նորից եմ կրկնում։ Դու իմ համար լավ ընկեր ես։ Ու արի այդքանով բավարարվենք։ Լավ։ Ինչ է եղել։ Խնդրում եմ գոր։ Խնդրում եմ տար ինձ տեղից։ Ո՞վ է նեղացրել։ Արսենը։ Գոր, այստեղ չեմ կարող մնամ, խնդրում եմ, արի գնանք։ Ավարի գնանք ես քեզ։ Արսեն կներես, ես չի ուզում։ Գիտեմ։ Բայց գորը լավ բայ եկավ, հա։ Տենց ճիշտ է, մայ։ Ճիշտ կլիներ, որ գորի հետ գնար։ Ես որ գնայի ամեն ինչ ավելի կբարդանար։ Մեկ անեն հետ ինձ հիմա չի լսի։ Այսօր չի լսի, բայց վաղը կլսի։ Հուսով եմ, որ մենք իրան ամեն ինչ կբացատրենք։ Մենք։ Արսեն դու մտածում ես ճիշտ կլինի, որ ես ասեմ, թե մենք ինչի մասին էինք խոսում։ Ճիշտ է, սխալ կլինի։ Իմ էլ կսկսի ուրիշ բաներ մտածել։ Գնանք։ Վարպետ կարող է անձեռոցիկ ունենաս։ Պետք չի ես ունեմ։
Դե աչքերդ մաքրի։ Չեմ ուզում գոր։ Ինչ չեմ ուզում։ Ուզում եմ աչքերս վառվեն ու ցավեն։ Գժվել ես ննետ։ Չէ, չեմ գժվել։ Թող ես ինձ դաս լինի, որ Արսենի նմաններին չհավատամ։ Ինչ ա արել։ Ինչ ա եղել այդ սրճարանում։ Հարևանի աղջիկ, ես իմ համբերությունն ես փորձում։ Ինչ ա արել Արսենը, որ ես վիճակում ես։ Գիտես ես դրան իշքան եմ։ Դու գիտես ես դրան իշքան եմ։ Ինչ պիտի անես։ Որ պատմես ինչ ա եղել, կասեմ։ Գոր քեզ համար մեկ չի։ Նենե, դու իրոք հիմա իմ համբերությունն ես ստուգում։ Ոչ մի բան էլ չի արել գոր։ Ուղղակի ես էի հիմար։ Որ այն ժամանակ զգում եմ, որ ինչ-որ բան է կատարվում իրենց մեջ։ Բայց ինքս ինձ համոզում էի, որ այդ ուղղակի անիմաստ կասկածներ են։ Իրանց մեջ։ Այսինքն Մայայի ու Արսենի։ Ինչ ա կատարվում։ Իրանք միասին են գոր։ Մայան ու Արսենը միասին են։ Աչքովս տենամ չեմ հավատա։ Ես տեսել եմ։ Ու չհավատալ ուղղակի բարդ էր։ Գոր ահավոր էր։ Ես մեկա չեմ հավատում։ Դու հաստատ ինչ-որ բան սխալ ես հասկացել։ Իսկ ինչի ես այդքան վստահ։ Որովհետև Արսենը քեզ սիրում անեն հետ։ Գոր ինչ գիտես սիրում ա, կարող է և չի սիրում։ Նենե, դու այդ չես հասկանում։ Արսենը քեզ չի կարող չսիրել։ Դու այդ չես հասկանա, բայց ուղղակի պետք է հավատաս Արսենին։ Իսկ եթե ես չեմ ուզում հավատամ Արսենին։ Քիչ էր մնում կարմիրի տակով անցնի։ Եկար, ուր էր ամբողջը։ Խարը մամ այսօր ծանրաբեռնված օր էր։ Ինչ է։ Առավոտ գորի հետ էի գնացինք ընկերոջը դիմավորեցինք։ Հետո էլ օֆիս գնացի, տենց։ Մի րոպե, ում դիմավորեցիք։
Ու որտեղ դիմավորեցիք։ Գորի ընկեր այսօր բանտից դուրս էր գալի։ Գնացինք դիմավորեցինք։ Ինչ արեցիք։ Չհասկացա։ Այն մենակ է դեր մեզ պակասում։ Ամեն ինչ տեղն էր։ Գորի ընկերոջը բանտից։ Ինչ եղավ, մամ։ Հեչ, ոչ մի բան չեղավ։ Ինչ կա դրա մեջ։ Լսի, ես չեմ ուզում, որ Գորը քեզ ծանոթացնի իր հանցագործ ընկերների հետ։ Այդ տղեն վատ տղա չի։ Արսեն, բանտը մարդուն փոխում է, չես հասկանում դու։ Քեզ թվում է Գորը առաջվանն է, չէ, առաջվանը չի, փոխվել է։ Փոխվել է։ Ինքը ինչ ուզում անի, ես չեմ ուզում, որ դու իր հանցագործ ընկերների հետ ծանոթանաս, հասկացար։ Մամ, ինձ մեկ-մեկ թվում է, որ դու մոռանում ես, թե ես քանի տարեկան եմ։ Ինչ կապ ունի դու քանի տարեկան ես։ Քանի տարեկան ուզում ես եղի, դու իմ երեխեն ես։ Իմ երեխեն ես։ Ու ես էլ քեզ հետ միասին մեծանում եմ, լսի, իմ կյանքի փորձը ինձ շատ բան է սովորեցրել, շատ բան է ցույց տվել։ Լավ, ինչ է հիմա ուզածը։ Ուզածս էն է, որ ինքը ինչ ուզում է թողանի։ Դու դրա հանցագործ ընկերների հետ գործ չունես, ես դա քեզ թույլ չեմ տա։ Լավ, քո ասածն է։ Էդ հիմա դու լուրջ ես ասում։ Չէ, մամ, ուղղակի հոգտել եմ արդեն այս լուրջ խոսակցություններից։ Կլինի գոնե տանը հանգստանամ։ Այդ հարցերով չծանրաբեռնես։ Ուր ես գնում, լսի, այս երեխայդ ոչ խոսել ա լինում, ոչ չխոսել ա լինում։ Յա, վայ։ Գնա տուն, քնի կհանգստանաս, վաղը կարթնանաս ու թարմ ուղեղով կմտածես, կհասկանաս, որ իզուր ես այսքան նեղվում։ Գոր ես ամեն ինչ իմ աչքով տեսա։ Վաղը Արսենի հետ խոսա, վստահ եմ, որ կբացատրի ամեն ինչ։ Շնորհակալ եմ քեզ, Գոր։ Եթե դու չգայիր, չգիտեմ, երևի ուշ կսկանցնեն ու կընկնեի։ Հարևանի աղջիկ, չեղավ, առաջ սենց զգացմունքային չէիր։ Առաջ, այդ երբ էր, նախորդ կյանքում։ Տենց մի բան։ Դե լավ, ես գնամ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ծաղկառատ և շահավետ գարուն կերամա մարացիում։ Մինչև ապրիլի 7-ը 35-ից 70% գլխապտույտ իջեցված գներ ծաղկազարդ կերամիկական դեկորատիվ էլեմենտների համար։ Կերամա մարացի, Դավիթ Անհախտի 6։ Բարի երեկո։ Արդեն բարի չի։ Ինչի ինչ-որ բան է ավել։ Չէ, բարի գիշեր։ Սպասի մի րոպե։ Ուզում եմ երջանկությունս հետդ կիսել։ Այս ինչ է։ Հայրդ վերջապես ինձ ամուսնության առաջարկ արեց ու ես չմերժեցի։ Անսպասելի էր համաձայնությունդ, գիտես։
Նյա, տալես ես երբ ես եկել։ Գիտես ինչ պապ, համարի որ չեմ եկել։ Համարեք որ տանը մենակ եք ու շարունակեք ձեր մեղրամիսը, այս պահից սկսած։ Որ իմանայի սենց կնդունի ոչինչ չէի ասի։ Շտապեցիր, ես ինքս պետք է ասեի։ Կներես, իսկապես չէի կարծում, որ այսպեսի։ Լավ, ես կվերադառնեմ, կխոսեմ ինքը ամեն ինչ կհասկանամ։ Ասում, գիտես աղջիկա թե չքան եմ սկում, չեմ ուզում հետևատ հարաբերությունները։ Որովհետև Արսենը քեզ սիրում է։ Կոր ինչ գիտես սիրում է, կարող է եւ չի սիրում։ Նենե, դու այդ չես հասկանում։ Արսենը քեզ չի կարող չսիրել։ Դու այդ չես հասկանա, բայց ուղղակի պետք է հավատաս Արսենին։ Իսկ եթե ես չեմ ուզում հավատամ Արսենին։ Քիչ էր մնում կարմիրի տակով անցնի։ Ներս մտի դուրը բացա։ Դուր ինչ ես ջարդում, չգիտես որ բացը։ Կներես ավակ քերի, չէի ամպերում։ Երեք ուշ եկա, ասի չխանգարեմ։ Լավ, նստի տեսնեմ ինչ է։ Մի բան ասեմ կզարմանաս։ Ավակին էդ ինչ պիտի ասես որ զարմանա, հա։ Մեհերիկին որդեգրած մարդիկ Արամի ծնողներն են եղել։ Են նույն Արամի, որ որ սպանվեց։ Հա։ Մանկատան տնօրենին մի լավ փող են տվել։ Գործերը դասավորել տարին իրանց տոներ է խորը։ Աստորեն, Մեհերիկը իրանց տնից է փախել։ Երևի վատ են վերաբերվել։ Չէ, տեսար, զարմանալու բան դեռ կա։ Կամ հիմա տերեխուն որդեգրեց տանես տուն, որ
Արամի հայրը անցյալ տարի մահացել է։ Երեք գնացել մոր հետ եմ խոսել։ Ոնց ընդունեց։ Դե ոնց պետք է ընդուներ։ Ոնց իր տղու սպանողին։ Բայց որ իմացավ գիտեմ Մայրիկի մասին, խոսեց հետս։ Ամեն ինչ պատմեց։ Ինչ-որ բանով օգնեց։ Բոլորը մինչև էս Մայրիկին փնտրել են Աբովյան Մեհեր անունով։ Հա։ Բայց ծննդականում անունը փոխել են։ Ինչ անուն։ Արամ։ Խաչատրյան Արամ։ Արամ։ Իրանց տղու անունն են դրել։ Պատկերացնում ես։ Այ քեզ խելքները գցել են ինչը։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, աղա Քերի։ Ախր չեմ հասկանում, ոնց կարան երկու հասուն մարդ քյորփա երեխուն տանեն վրեժ լուծեն իրենից։ Չնայած Արամի մաման ասեց, որ շատ լավ են վերաբերվել Մեհերին։ Անգամ կապվել են հետ։ Բայց ամուսինը չի համակերպել։ Ինչ ասեմ, իրանք էլ երևի իրանց ցավից չեն հասկացել ինչ են ան։ Մի բան խնդրեմ, աղա Քերի։ Ասա։ Կարաս հիմա այն ծանոթից զանգես, ասես, որ արդեն Խաչատրյան Արամ անունով փնտրել։ Ես արդեն Սերոփյանին ասել եմ։ Կզանգեմ, անպայման կզանգեմ, բայց սպասի օրը բացվի։ Լույսն օրա բացվել, քեզ թվում է բոլորը նստած սպասում են, թե երբ դիմենք զանգենք։ Չեմ ամփերում, աղա Քերի։ Լավ կլինի։ Մի անհանգստացի, ամեն ինչը լավ կլինի։ Կծիկը արդեն կամաց քանդում ես, ապրես։ Լավ, դու։ Լավ։ Ուզում եմ երեկվա համար ներողություն խնդրեի, չէի ուզում տենց ստացվի։ Դու մեղավոր չես։ Մեղավորին հենց հիմա պատժում են, կարաս հանգիստ լինես։ Այսինքն, չհասկացա։ Պատոհանից նայի, բայց երկար չնայես։ Դժվար տենց սարսափ կինոները դուրդ գան։ Արտակ, ես ինչ ես տալի, գժվել ես։ Թող իրան նորմալ պահեր։ Հենց հիմա ասա թող վերջ տան։ Ուրախ չես, որ հարցերը կլուծեն։ Քեզ էլ չի անհանգստացնի։ Ես չեմ ուզում, որ հարցերը ստենց լուծեն։ Հենց հիմա ասա թող գնան։ Նես չես, ամեն ինչը մենակ քո համար էր։ Երեք ինքը իրան սխալ պահեց իմ հանդեպ։ Այդքան համարձակեր երեք կանգներ ինքդ քեզ պաշտպաներ, ոչ թե գներ պապայի տիկնապաների հետևում բախկվեիր։ Տաթև նորմալ խոսա։ Նորմալ եմ խոսում նորմալ մարդկանց հետ, իսկ դու վախկոտ ես։ Հոլս եմ։ Ով եք դու կարա։ Ուր այդ տուզիկը թողի կգայի մետ խոսարա ով եք դու։ Արա դու գալու ես մեր հետ։ Թող եք արան։ Ինչ եք անում։ Ատո գնանես։
Ասում եք գալու ես մենը։ Ախ, տատը մի գնա ամաշտանացի։ Ախ։ Շկապում ես սրանց, որ տատրվիկ, հա? Եթե մի անգամ էլ սենց առանց ասելու թողեցիր գնացիր, քեզ գործից կհանեմ։ Ստե նախ առաջին իմ ասածն է, հետո նոր ուրիշներին է։ Ստե պարոն Մակարյանի ասածը օրենք է։ Հա, Վարդան ջան, ոնց ասես։ Դու գիտես ով ես։ Դու տականք ես, վախկոտ հուլամոր տականք։ Չափը իմացի չեմ նայի աղջիկ ես։ Աջարով է։ Իսիգոր, մենք աղբորոտ կգտնենք, այդ հնարավոր բան չի, որ չկարանանք գտնենք, հասկանում ես։ Դու գոնե գիտես, որ քուրդ ողջ առողջ է։ Ես դաժե չգիտեմ, որ մեր Երիկը դաժե չմտածես թող։ Երեխեն այդ բաժարից հետո ես իմ ինչքան եմ վախեցած եղել։ Ինչ բաժար։ Ես մի հասցեմ մնացել։